Եթերում հեռանկարն է։ Նախորդ օրերին ադրբեջանական զինուժը դարձյալ կրակոցներ արձակեց հայկական բնակավայրերի ուղղությամբ։ Եվրամիության դիտորդական առաքելությունն էլ 27 պարեկություն իրականացրեց իր գործողության տարածքում, ներառյալ Խոզնավար, Խնածախ եւ Արավոս գյուղերը։ Ինչու է Ադրբեջանը շարունակում այս կերպ պահել։ Այս եւ այլ թեմաներ քննարկենք քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։ Շնորհակալություն պարոն Գրիգորյան, մեր հրավերը ընդունելու համար։ Ինչու է Ադրբեջանը ամեն կերպ լարում իրավիճակը տարածաշրջանում։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Նախ ուզում եմ ասել, որ համոզված չեմ, որ Ադրբեջանը այսօր պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Անընդհատ Ադրբեջանը ուզում է ստանալ մաքսիմալը։ Ադրբեջանը համարում է, որ հաղթող դուրս գալով 2020 թվականի պատերազմում, որը ինքը հրահարեց, համարում է, որ կարող է թելադրել։ Հիմա ուրիշ բան է, վերլուծենք ինչ պայմաններ պետք է ստեղծել, որ Ադրբեջանը համաձայնվի ստորագրել, այդ այլ խնդիր է, առանձին կքննարկենք։ Այսօրվա պայմաններում Ադրբեջանը պատրաստ չի ստորագրել ու ուզում է մաքսիմալը կորզել Հայաստանից։ Դա է պատճառը, որ այդ նախապայմանները դնում է, դա է պատճառը, որ կրակում է, ինչ է կրակում, մեզ վրա է, չէ, գցում։ Ուզում է ստեղծել իրավիճակ, որ իբր մենք ենք մեղավոր, իրանք չեն կրակում, մենք ենք կրակում, կամ անհասկանալի իրավիճակ է ու ուզում են ստեղծել, որ դրա շնորհիվ ձգձգեն իմիջը չկորցնեն աշխարհում, էդ էլ ասեմ ձեզ, իրանք մտավախություն ունեն, որ սանկցիոն քաղաքականությունը կարող է անցնի Միացյալ Նահանգները, Եվրոպան, այսօր դա չի երևում շանսել, բայց կարող են անցնել, դա է պատճառը, որ մեզ մեղադրում են, կրակում են ու նախապայմաններ դնում են։ Ադրբեջանը այսօր պատրաստ չի ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Հիմա Ադրբեջանը այդ քաղաքականությունը կարող է շարունակել այնքան, որքան թողնում են, իսկ որքան կարող են թողնել։ Ես գիտեք ինչ ուզում եմ ասել։ Այնուամենայնիվ հիմա զարմանալի բան ձեզ կասեմ։ Այնուամենայնիվ ողջունում են, որ մեր կառավարությունը բանակցում է Ադրբեջանի հետ։ Ողջունում են, որ կառավարությունը փորձում է նույնիսկ փոխզիջումների ճանապարհով, առանձին զիջումների խրախուսել Ադրբեջանին, որ ստորագրի։ Հիմա ինչքան դա կարող է շարունակել։ Իմ կարծիքով ստեղ մենք պետք է ակտիվացնենք Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները շատ կարեւոր է։ Բայդենի ժամանակ ճնշումը Ադրբեջանի վրա ուղղակիորեն երևում էր։ Հիմա այդ ճնշումը իմ կարծիքով կա, բայց չի երևում։ Ուրեմն մենք պետք է աշխատենք Միացյալ Նահանգների հետ, որ ճնշումը ավելացնեն ու եվրոպական ճնշումը։ Օրինակ, այն փաստը, որ դուք հիմա նշեցիք, որ եվրոդիտորդները ֆիքսեցին, որ հնարավոր է, որ Ադրբեջանը կրակել է Խոզնավարում, այդ լրջագույն ճնշում է։ Դες Եվրամիությունը ասում է մենք ստեղ կանք, մենք դիտում ենք ու դրա պատճառով ես նորից կրկնում եմ Եվրամիության դերը անչափ կարևոր է, դրական է մեզ համար ու ցաներ վիճակի մեջ հիմա դրեցին Ադրբեջանը։ Կհիշեք իմ խոսքերը, Ադրբեջանը առակ կարձագանքի, չգիտեմ ինչ կասի, կոշտ բաներ եվրոդիտորդների դեմ ուղված, բայց եվրոդիտորդները միջնորդ են։ Իրանք տեղը դրեցին Ադրբեջանին։ Ուրեմն այս ձևի ճնշումները կարող են խրախուսել, կարող են շանս բացել, որ Ադրբեջանը համաձայնվի ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Առայժմ դրանք հայտարարություններ են, բնականաբար Եվրամիության դիտորդները որոշ ժամանակ առաջ էլ նաև հաստատել են, որ հայկական կողմից որևէ հրադադարի խախտում չի եղել։ Եվ սա մենք տեսնում ենք այս առումով։ Բայց ընդհանուր առմամբ գործողությունների ինչպես կարող են վերացվել։ Նրանք հետազոտում են, ներկայացնում են տեղեկությունները, իսկ այդ գործողությունների իմաստով ինչպես կարող են լինել։ Ինչ է ակնկալում։ Նու այս հայտարարությունը շատ լուրջ է։ Ես կարծում եմ այս եվրոդիտորդների հայտարարությունից հետո կլինի Եվրոհանձնաժողովի, Եվրամիության կառավարության հայտարարություն ու այդպես չի լինի, որ երկուսին էլ դիմում են ու ասում են գնաք էլի ստորագրեք։ Գնացեք ստորագրեք խաղաղության պայմանագիրը, անպայման շեշտը կդրվի նրա վրա, որ Ադրբեջանը չի համաձայնվում։ Ինչ եմ ուզում ասել, դա էլ ճնշում է, բայց երկրորդ գործոնը կա, որը շատ կարևոր է։ Իմ կարծիքով մեր կառավարությունը ինչ որ պայից պետք է կարմիր գծերը քաշի։ Ասի այս սրանից հետո մենք էլ ոչ մի զիջման չենք գնա, կամ կիսազիջման, կամ փոխզիջման էլ չենք գնա։ Ստորագրում եք, ստորագրեք։ Նոր նախապայմաններ այս 17 հոդվածներից զատ մենք չենք համաձայնվի։ Զատ մենք մի քանիսի հետ համաձայնվեցինք, Մինսկի խմբը ի վերջո հրաժարվել, ի վերջո սահմանադրության նույնիսկ փոփոխությունների գնալ, բայց դրանից ավել չենք գնա։ Ինչ ուզում եք արեք, չեք ուզում ստորագրել, մի ստորագրեք։ Ինչ որ պայից պետք է դա ասվի։ Ադրբեջանը կարող է նոր պայմաններ առաջադրել։ Դրան է ուղղված ձեր ասելիքը, որ
պետք է ի վերջո կանգ առնել։ Շատ ճիշտ հարցադրում եք, շատ շնորհակալ եմ ձեզ։ Հենց դա եմ ես ասում։ Ստացվում է, որ մենք կատարում ենք Ադրբեջանի կապրիզը, ոչ թե նախապայմանը։ Գիտեք, նախապայմանը լուրջ բան է։ Ադրբեջանը մտահոգված է, որ Ղարաբաղի հարցը չի մոռացվում ու ասում է, գիտեք ինչա, հրաժարվենք ԵՀԿ-ի Մինսկի խմբից։ Այդ պահանջը ես ինչ որ չափով հասկանում եմ։ Նույնիսկ կարող եմ քննարկել, ասել իմ հակապաստարկ, բայց ինչ որ չափով պահանջի համաձայն եմ։ Բայց օրինակ միջամտել մեր ներքին քաղաքականության մեջ, պահանջել սահմանադրական փոփոխություն, երբ որ մեր սահմանադրական դատարանի նախագահն ասում է, չկա այս ձևի հարց։ Դա սահմանադրական դատարանի հայտարարությունը լուրջ բան է, երբ որ նախագահան սահմանադրական դատարանի ասում է եւ որոշում անցած տարի ընդունել է սահմանադրական դատարանը, եւ այսօր մենք նորից պնդում ենք, որ մեր օրենսդրության մեջ ոչ մի նկարտում ձեր տարածքների վրա չկա։ Միտքս ինչու՞մ է։ Ու շարունակել պահանջել մեզանից դա կապրիզ է, դա նախապայման չի։ Դա է պատճառը, որ ես ասում եմ, ինչ որ պայից փակեք այդ դուրը, որ Ադրբեջանը չզարգացնի իր նոր եւ նոր ցանկությունները։ Օրինակ նոր ցանկություններից մեկը գիտեք որը կլինի, այսօր ես պարտավոր եմ մեր կառավարությանը ասել, երբ որ Նիկոլ Փաշինյանը շատ կառուցողական բան ասեց։ Ինքը ասեց մենք այտենց էլ ուզում ենք սահմանադրությունը փոխել, բայց մենք կտարանջատենք սահմանադրության նախաբանը հռչակագրից անկախության։ Չեք պատկերացնում այդ ինչ լուրջ մեսեջեր դեպի Ադրբեջան։ Պատասխանը գիտեք որն է։ Պատասխանը որ մենք էլի պետք է նայենք, էլի դուք ճիշտ եք ասում, թե ոչ, դա է պատճառը, որ կանգ չի առնի Ադրբեջանը։ Վաղ այդ փոփոխությունը կկատարենք, ես կարող եմ ասել նոր պահանջը։ Նոր պահանջը կլինի գիտեք որը։ Իրանք ասեն, այ հիմա չեղյալ համարեք ձեր անկախության հռչակագիրը։ Դες չեն կանգնի։ Ինչու։ Դա շատ տրամաբանական է ուժի թելադրանքի տեսանկյունից, բռնապետությունների տրամաբանության տեսանկյունից, շատ տրամաբանական է։ Ինքը ախոժակի մեջ մտնում է, ինքը մտածում է, որ շատ ենք մենք վախում։ Մինչդեռ այսօր Հայաստանը զարգանում է, այսօր մեր բանակը վերազինվում է, վերափոխվում է, կարող է պաշտպանել հայրենիքը, հարձակողական մենք նպատակներ չունենք, բայց հայրենիքը կարող է, ուրեմն մի քիչ տեղը դնենք Ադրբեջանը, ես այդպես կձևակերպեմ։ Հիմա մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի օգնականը այսպիսի հայտարարություն արեց. Ադրբեջանը տարածաշրջանում նոր ստատուս քվո է ստեղծել։ Ձեր մեկնաբանությունն ինչպիսի։ Գիտեք, այդ միտքը իմ կարծիքով դա ինչ է նշանակում։ Ադրբեջանը ասում է. Հիմա հավասար մենք չենք Վրաստանի, Հայաստանի հետ։ Մենք հավասար չենք։ Մենք տարածաշրջանում լիդեր պետություն ենք։ Մենք ենք թելադրում խաղի կանոնները։ Դոս կան հարևաններ՝ Իրան, Ռուսաստան, Թուրքիա։ 3 գումարած 3 մենք հարգում ենք, մենք կողմ ենք, դու գիտեք 3+3-ը շատ ձեռնտու է Ադրբեջանին, քանի որ Ռուսաստանը ու Թուրքիան իրա կողմ են, բայց իրանք ասում են այնուամենայնիվ 3 գումարած 3 չի։ 3 գումարած 1 Ադրբեջան ու 2 Վրաստան, Հայաստան։ Դες մենք ավելի ուժեղ ենք այդ երկու խաղացողներին ու թելադրում ենք խաղի կանոնները։ Էսա իրանց ասածը, դա է նշանակում, որ իրանք համարում են, որ ստրատեգիկ փոփոխություն կատարվեց տարածաշրջանում։ Անդրադառնալով սահմանազատման գործընթացին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ասել էր, որ ամսաթվի մասին նոր հանդիպման որևէ խոսակցություն չկա, բայց իրար հետ քննարկումներ են անում, կարծիքներ են փոխանակում եւ այլն։ Այդուհանդերձ սահմանազատման գործընթացը արդյոք փակուղում է։ Միայն կարծիքներ իրական գործընթացը ինչպիսին է։ Ну, գիտեք ոնց է, հիմա Ադրբեջանը համարում է, որ ինքը ուժեղ է, ուրեմն ինքը այդ դելիմիտացիան, դեմարկացիան կշարունակի այդ պահին, երբ որ իրան ձեռնտու է։ Ի վերջո իրանք ստորագրեցին, հիշում եք այդ արձանագրությունը օգոստոսի 30-ի, որտեղ որ ճանաչեցին մեր տարածքային ամբողջականությունը, դա լուրջ քայլ էր։ Հիմա ուզում են մի քիչ հետ կանգնել, մենք չպետք է թույլ տանք, բայց այնուամենայնիվ պայմանավորվածության եկան հյուսիսից գալ, հյուսիսից, то есть Տավուշից շարունակել դելիմիտացիա դեմարկացիա, հիմա ուղղակի իրանք ավելի լավ պահ են ման գալիս, քանի որ կասկած ես չունեմ, որ իրանք ուզում են բարձրացնել ու այնտեղ անցկացնել, որտեղ տալիք չունեն մեզ։ Իրանք ուզում են այնտեղ անցկացնել սահմանազատումը, որտեղ տալիք չունեն մեզ։ Կան տեղեր, որտեղ պետք է դուրս գան 200 քառակուսի կիլոմետրից։ Իրանք իմ կարծիքով ստեղ մանիպուլյացիաների կգնան։
Այն որ Ադրբեջանը այդ ուղղությամբ գնալու է, դա հնարավոր է, բայց շարունակությունը չի ենթադրում այն։ Գուցե ուրիշ տեղից կարող էր սկսվել, բայց դա էլ կանգ է առած կարծես։ Այո, դա պահը իրանք ման են գալիս, ավելի հարմար պահ։ Իդեպ ասեմ ձեզ դելիմիտացիան դեմարկացիան իրանք նաև անում էին Բայդենի ադմինիստրացիայի օրոք։ Բայդենի ադմինիստրացիան լրջագույն ճնշում էր։ Հիմա այդ ճնշումը չկա, դա է պատճառը, որ ես համարում եմ, որ մերոնք հիմա ամերիկացիների պետք է աշխատեն ու աշխատում են, բայց ավելի ինտենսիվ, որ ամերիկացիք սկսեն ճնշումը։ Եվրոպայի ճնշումը ակնհայտ երևում է Ադրբեջանի վրա։ Եվ համոզում են, եւ համագործակցում են, եւ ճնշում են։ Հիմա պետք է միացնել Միացյալ Նահանգների մեխանիզմը։ Հիմա աշխատանքը կարող է լինել, բայց Միացյալ Նահանգների պլաններն էլ պետք է հաշվի առնել այս տարածաշրջանում, ինչպիսին դրանք կարող են լինել։ Գիտեք, Միացյալ Նահանգների պլանները կան, որտեղից ես գիտեմ։ Հակառակ դեպքում Տրամպը նույնիսկ ոտի վրա Նիկոլ Փաշինյանի հետ չէր հանդիպի։ Կասկած չունեմ, որ հանդիպումը Նիկոլ Փաշինյանի փոխ նախագահի հետ Միացյալ Նահանգների պարոն Վենսի հետ երկու անգամ, մի անգամ ոտի վրա, մի անգամ իր առանձնասենյակում։ Ցույց է տալիս, որ հետաքրքրություն ունեն, հետո ավելի ուշ հիշում եք ուիթ կոֆի հայտարարությունները, բայց մեր նպատակը պետք է լինի ել ավելի բերել ստեղ։ Ու ստեղ գիտեք, որ արգումենտը պետք է մեր կառավարությունը օգտագործի։ Ասի ամերիկացիներին, ռուս-ուկրաինական պատերազմը այդքան մեծ է, այդքան ծանր է հաջողության հասնել զինադատարի, իրոք օբյեկտիվ դժվար է, այնտեղ շահերը այդքան իրար դեմ են ու մասշտաբը պատերազմի այդքան մեծ է, որ 2000 կիլոմետրանոց ճակատը կանգնացնել օբյեկտիվ դժվար է։ Եկեք ստեղ խաղաղություն հաստատենք։ Ու դա Տրամպին ռեյտինգը կբարձրացնի, որ կա տեղ, որտեղ որ կարող է հիմա պատերազմ չկա, բայց կոնֆլիկտ ակնհայտ կա, որը հրահարում է Ադրբեջանը մեր դեմ, որ կանգնացրեց։ Ու դրա շանսը կա, քանի որ Ադրբեջանը այն խոշոր խաղացողը չի, որ կարող է թելադրել խաղի կանոնները։ Ուղղակի այդ արգումենտները պետք է հասցնես Տրամպի թիմին։ Ես ճիշտ եմ հասկանում, որ օրինակ կարող է աշխատանքը այնպիսին լինել, որ Միացյալ Նահանգներն օրինակ համոզել, որ ահա օրինակ Վաշինգտոնում եկեք խաղաղության պայմանագիր ստորագրենք, դուք էլ ստանցնեք դրա երաշխավորի դերը։ Օրինակ, այդ գաղափարը փայլուն դուք հնչեցրեցիք, շատ դուր կգա հենց Տրամպին, որ երկու հակամարտող կողմերը 35 տարվա հակամարտություն, բարձր Լեռնային Ղարաբաղի հետ էր կապված, բայց այսօր վերածվեց հայ-ադրբեջանական լուրջ խնդիրների 35 տարի։ Ու ստացվում է Վաշինգտոնում ստորագրեցին խաղաղության պայմանագիրը։ Պարզ է, այդ ինչ մեծ արձագանք կլինի աշխարհի կողմից դրականը դեպի Դոնալդ Տրամփ։ Դոնալդ Տրամփը սիրում է այստեղի բաներ, դրա վրա պետք է խաղալ, այո, պետք է խաղալ։ Արևմուտքն ու արևելքը, հյուսիսն ու հարավն իրար միացնողները ի վերջո ճանապարհներն են, հաղորդակցություններն են։ Հիմա մեր տարածաշրջանը հաղորդակցությունների առումով մենք տեսնում ենք պոտենցիալները, բայց իրականությունն ինչպիսին է։ Հայաստանը որքանով կարողանա իրական դեր ունենալ այդ հաղորդակցությունների ճանապարհին։ Գիտեք, մենք փոքր երկիր ենք, բայց ժամանակը ցույց տվեց, որ Սյունիքը անչափ կարևոր այդ ճանապարհների բացման ապաշրջափակման կետ է, շատ կարևոր։ Սյունիքով ամենակարճ ճանապարհն է Եվրոպա, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Կենտրոնական Ասիա, ինչը անչափ կարևոր է աշխարհի համար։ Հյուսիսով էլ, հյուսիս, Հնդկաստան, Իրան, Հայաստան, Վրաստան, Եվրոպա, Վրաստան, Ռուսաստան, այդ բոլոր ճանապարհների խաչմերուկում հենց Սյունիքն է։ Դրա համար Սյունիքի դերը այդքան մեծ է, դրա համար էլ Ռուսաստանը, Ադրբեջանը ճնշում են մեզ, որ այդ ճանապարհը Ռուսաստանի սահմանապահները հսկեն։ Անընդհատ Ռուսաստանը ինչ է ասում։ Թող կարդացեք իրենց հայտարարությունները։ Երկկողմի պետք է վերադառնանք։ Պուտին, Փաշինյան, Ալիև։ Ինչու երկկողմի։ Հիմա երկկողմը լավ էլ բանակցում են Հայաստան, Ադրբեջան։ Ինչու՞մ է։ Հա, որ այդ կետը, 9-րդ կետը նոյեմբերի 9-ին 2020 թվականի փաստաթուղթը, որ վերակենդանացնեն։ Մյուս կետերը խախտեցին Ադրբեջանը, Ռուսաստանը։ Այդ ուզում են վերակենդանացնել ու ստիպել մեզ, որ մենք ճանապարհը տանք, բայց սուվերենությունը տանք Ռուսաստանին։ Հիմա Ռուսաստանի մասին խոսեցիք, այս օրերին շատ է քննարկվում, վարչապետը պետք է գնա, արդյոք Մոսկվա, թե չէ, հատկապես Եվրամիության հայտարարությունից հետո։ Դուք ինչպես եք դիտարկում այս ես իմ կարծիքը միշտ ասել եմ, գնալ Ռուսաստան իրոք վտանգավոր է։ Հասկանում եմ, շատ բան փոխվեց Տրամպից հետո, Տրամպը սկսեց Ռուսաստանին
իզոլյացիայից, մեկոսացումից դուրս բերել, հասկանում եմ, բայց մեզ համար անընդհատ վտանգ է։ Ուրեմն առաջարկս կառավարություն մտածեք միջև գնանք, բացի դրանից իրոք աշխարհը ցավոտ է դա ընդունում։ Օրինակ Ալիևը կարողացավ ապացուցել աշխարհին, որ Ռուսաստանը իր դեմ է։ Միջներ հակառակը օգնում է։ Քանի որ աշխարհը լարված է Ռուսաստանի դեմ։ Հիմա երբ որ մենք գնում ենք, աշխարհը հիշում է, որ մենք պրոռուսական քաղաքականություն ենք վարում։ Ուրեմն ասում են խաղեր են տալիս տղեկը։ Ուրեմն մեզ չգնալը անհրաժեշտ է։ Իմ կարծիքով դա է, բայց ես ստեղ ուզում եմ գումարել մեկ շատ կարևոր բան։ Երեք այսօրվա եւ անցած շաբաթվա ազգային ժողովի քննարկումները լարված վիճակը ինձ համար շատ կարևոր բաներ բացեց, որ գործող իշխանությունը հասկանում է վտանգները, որոնք գալիս են հյուսիսից։ Հայտարարությունները ԿՊ-ի падգամավորների նաև խոսնակի մեր պարլամենտի ցույց են տալիս, որ սկսեցին հասկանալ, որ խնդիրները նաև 5-րդ շարասյուն օգտագործելը Հայաստանի ներսում դա խնդիր է։ Ես շատ ուրախացած եմ, որ հիմա մենք սկսեցինք հասկանալ, որ ել ավելի վառ տեսանք նաև իշխանությունը, որ վտանգները Ռուսաստանից գալիս են, քանի որ մի խառնի ռուս ժողովրդի հետ Պուտինյան Ռուսաստանը Ադրբեջանի հետ է, միանշանակ դա երևում է։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էր։